Ինչ է պետք ինքնապաշտպանության համար եւ որքանով է մեր հասարակությունը տիրապետում ողջ մնալու արվեստին բնական եւ արհեստածին պայմաններում։ Հայաստանում արդեն բացվել է դպրոց, որտեղ յուրաքանչյուր ոք հնարավորություն կունենա տիրապետել էքստրեմալ բուժ պատրաստությանը, ավտոնոմ կենսապահովման, սպորտային դանակի նետման հմտությունների արվեստին։ Ողջ մնալու արվեստ դպրոցի հիմնադիրների խոսքով նման կառույցի ստեղծման հիմնական նպատակը եղել է ինքնապաշտպանական գիտելիքների եւ փորձի փոխանակման անհրաժեշտությունը։ Ակումբի ղեկավար Վովա Վարդանովան համոզված է, որ մեր հասարակությունը շատ դեպքերում անզոր է սեփական անվտանգությունն ապահովել ոչ բավարար գիտելիքների պատճառով։ Կարևորությունը ըստ մեր նախաձեռնության են, որ շատ դեպքեր են լինում, երբ որ մարդիկ փորձանքի մեջ են հայտնվում ու փորձանքի մեջ հայտնվելուց մեր կարծիքով իրանց adekvat չեն պահում։ Դպրոց ստուդիան գործելու է ակումբային ձևաչափով, ուսման տևողությունը 1 տարի է։ Բոլոր այն դիմորդներն, ովքեր ուսման ընթացքում իրենց լավագույնս կդրսևորեն, հնարավորություն կունենան դառնալ ակումբի լիիրավ անդամ։ Անդամ դառնալուց հետո նրանք եւս կկարողանան դասավանդել ստուդիայում։ Գոյատևելու համար պետք է տիրապետել ողջ մնալու արվեստին։ Պետք է իմանալ, թե ինչպես դրսևորել իրեն բնական միջավայրում, շրջակա միջավայրի ոչ բարենպաստ ազդեցության պայմաններում։ Ողջ մնալու արվեստ դպրոցում ընդունելությունը կատարվում է առանց տարիքային եւ սեռային սահմանափակումների։